որևէ մեկը Քարոզ Արշավի արդեն եզրափակիչ մասին եք ասել, ինչ տպավորություններ ունեք եւ այսօր քաղաքացիներ ես բոլոր ինչ են ձեզ փոխանցում, ինչ են ասում։ Այսպիսի իրադարձությունների Արաբկիրում ենք այսօր, ձեզ երևի պարզ է ժողովրդը ինչ են ասում։ Ուրիշ տեղերը հիմնականում ասում են, մենք ներկայացնում ենք ծրագրերը, բաները։ Արաբկիրում այդպես չէ։ Արաբկիրում ուղղակի ասում էին, եթե չփոխեցիք, մեր ձեռից չեք բրծնի։ Այսօր երևի 50 անգամ լսել եմ այդպիսի բան։ Մարդիկ պահանջում են փոփոխություն։ Ուրիշ տեղ մենք ենք ներկայացնում, որ փոփոխություն պետքա լինի։ Այստեղ մարդիկ են պահանջում, ասում են դուք պետքա կատարեք մեր ցանկությունը եւ կատարեք փոփոխություն։ Դուք կարող եք հարցնել, քայլել Կոմիտասի պողոտայով եւ կտեսնեք մարդկանց կարծիք։ Կարապետյան, այսօր առիթ ունեցանք ի վերջո Դավիթ Տոնոյանի հետ խոսել, դուք շաբաթ առաջ եք ասել այդ մասին։ Կոնկրետ շահկերտներ չբացեց, քանի որ ասել այնպիսի թեմա է, որ չի կարող հստակ այդպես բաց խոսել, բայց ասած որ զգալի աջակցություն է եղել 44-րդ պատերազմի ժամանակ, այլ մինչև 18-ը 18 թվից հետո է։ Հիմա եւ արդեն պատասխանը գիտենք, խնդրենք դուք որոշակի շահկերտներ բացեք։ Ես շնորհակալ եմ, որ դուք վերջապես հարցրեցիք Պաշտպանության նախարարին, ով այդ գործը դա կազմակերպել է, ով եղել է հիմնական պատասխանատուն եւ նա պատասխանել է, որ նշանակալի աջակցություն է տվել Սամվել Կարապետյանը։ Կուզեմ ասել, նշանակալից բացի հայ քաղաքացիներից Հայաստանի եւ Սփյուռքի հայ գործարարներից ամենամեծ աջակցությունը 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական պաշտպանությանը տվել է Սամվել Կարապետյանը։ Շատ անարդարացի էր, որ մարդիկ հարցնում են, ասում են Կարապետյանը ինչ արել 44-օրյայի ժամանակ, երբ որ Կարապետյանը ամենաշատը հայ գործարարներից արել 44-օրյայի ժամանակ, այսօր Դավիթ Տոնոյանի խոսքն էլ դա ֆիքսեց։ Դուք կարող եք ուղիղ հարցնել, ով է ամենաշատը արել։ Մարդը իր բոլոր հնարավորությունները դրել է Հայաստանի պաշտպանության համար։ Լինելով Սփյուռքում, արել է դա իր հայրենիքի համար։ Պետք է գնահատենք։ Այդ փուչիկը որ կար արդեն Փուչիկը հիշում եք ԿՊԱ-ականները եկել է հայրենակիցներ։ Ինչքան էին խոսում 44-օրային միայն կոչ է արել, որ կողմերը խաղաղություն լինի կողմերում։ Տեսանք ով է ամենամեծ աջակցությունը տվել, ով է ամենամեծ աջակցությունը տվել բանակին։ Այսօր Պաշտպանության նախարարը այդ ժամանակվա հայտարարեց, որ նշանակալի խոշոր աջակցություն է տվել 18-ից առաջ էլ, 18-ից հետո էլ Սամվել Կարապետյանը։ Սա ցուցիչ է, դուք տեսեք ինչ են ձեզ խաբում լավ մարդկանց, հայասեր մարդկանց մասին ինչ սուտեր են ասում ու ոնց այդ սուտերը հոդս ցնդում։ Ամենացավոտն է, որ իրան գիտեին, որ ամենամեծ աջակցությունը Կարապետյանն է տվել ու իրանց կուսակցության անդամները ասում են ուր էր Սամվել Կարապետյան 44, ուր էր ամենամեծ աջակցությունը տվել, դրա համար Ադրբեջանի նախագահը նրան հետախուզման հայտարարել, դուք ուր էիք։